Կապան, Ծավ, Շվանիձոր, Մեղրի միջպետական ավտոճանապարհին փլուզված մոտ 2000 տոննա ժայռաբեկորներն ու քարերը, 3 Սյունիքի մարզի Մեղրիի Ճանշինի աշխատակիցները, Մարզպետարանի տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարվարչության աշխատակիցները հսկայական աշխատանքներ կատարելու արդյունքում կարողացան հեռացնել մոտ 40 մետր երկարությամբ 9 մետր լայնությամբ փակված ճանապարհի երկկողմանի երթևեկությունը հիմա արդեն բաց է։ Ժայռաբեկորները հեռացվել են ճանապարհից հատուկ տեխնիկայի գործադրմամբ, աշխատել են ողջ գիշեր, մաքրման աշխատանքները ընդմիջվել են միայն 1 ժամով, իսկ պատճառը եղել է անբարենպաստ եղանակը, մառախուղը։ Ազանգը ստանալուն պես անմիջապես զեկուցվել է ղեկավարությանը, վարչի հրամանատարին, գումարտակի հրամանատարին եւ անմիջապես իրականացվել է ծառայություն ժամը 20:00-ի սահմաններում ապահովել է ճանապարհաշինարարական կազմակերպությունների տեխնիկաների աշխատանքը։ Խնդրով անմիջապես զբաղվել է Սյունիքի մարզպետարանը։ Եթե մեքենա լինի այդ պահին տակի, բնական չի որ վտանգ կա։ Եվ ասներս բերմա որ այդքան թափման ժամանակներում մեքենա չի լինի։ Բարեբախտաբար փլուզման եւ քարաթափան հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան։ Ոչ մեկի ոչ մի բան չի եղել։ Սյունիքի մարզպետարանի եւ կապի տրանսպորտի նախարարության համապատասխան ծառայությունների աշխատակիցները փլուզման վայրում չափագրման աշխատանքներ են կատարում Մեղրիի ճանշինականների հետ, որպեսզի կանխեն հետագայում փլուզման ու քարաթափման դեպքերը։ Աննա Գրիգորյան, Գագիկ Շամշյան, Կարեն Թադևոսյան, այսօր։